Չինական թե ամերիկյան ապրանքների մաքսատուրքն ավելի բարձր կլինի։ Պեկինի ու Վաշինգտոնի տնտեսական պատերազմը նոր, ավելի ագրեսիվ փուլ է մտնում։ Այսօր Չինաստանը նորից է բարձրացրել Միացյալ Նահանգներից ներմուծվող ապրանքների տուրքերը, հասցնելով 125%-ի։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն է այս մասին հայտարարել, առաջարկելով Եվրամիությանը համագործակցել իր հետ, աշխարհին առևտրային պատերազմ հայտարարած Թրամփի դեմն առնելու համար։ Ծինփինի հայտարարությանը նախորդել է ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերի հերթական բարձրացումը։ Թրամփի վարչակազմը Չինաստանից ներկրվող ապրանքների մաքսատուրքը հասցրել է ռեկորդային 145%-ի։ Այդ թիվը սահմանելուց հետո էլ Թրամփը անհարմար չի զգացել խոսել իր ու Սի Ծինփինի երբեմնի ընկերության մասին։ Ես կուզեի գործարք կնքել Չինաստանի հետ։ Այդ երկիրն իսկապես երկար ժամանակ օգտվել է մեր արտոնություններից, անընդհատ մեզնից ինչ-որ բան են պոկել։ Ես մեծ հարգանք ունեմ նախագահ Սի Ծինփինի նկատմամբ։ Նա երկար ժամանակ իմ ընկերն է եղել, եւ ես կարծում եմ, որ բոլորին շահեկան մի լուծում կգտնվի։ Անհամբեր սպասում եմ դրան։ Տարբեր երկրների նկատմամբ մաքսատուրքերի բարձրացման մասին հայտարարությունից հետո Թրամփն արդեն 5 անգամ փոխել է ԱՄՆ ներմուծվող չինական ապրանքների մաքսատուրքերը։ Սկզբում 34% էր, հետո Չինաստանի սահմանած պատասխան մաքսատուրքերից հետո դարձավ 50, 84, 105, 125, դե հիմա էլ 145%։ Պարզ չէ, անընդհատ փոփոխվող թվերի ֆոնին ի վերջո ինչ գնով են մաքսազերծվում ապրանքները սահմանին, բայց Թրամփը շտապումեցրել տնտեսվարողների մտահոգությունները։ Մեր երկրում ինֆլյացիա չկա, տոկոսադրույքները նվազել են, դեղերի գներն են իջել։ Իհարկե դժվարություններ կլինեն այս անցումային փուլում։ Մենք շատ գոհ ենք առևտրային նոր քաղաքականությունից, արդեն ստիպում ենք աշխարհին արդար լինել մեր նկատմամբ։ Թրամփին փոխադարձ մաքսատուրքերով է պատասխանել նաև Եվրամիությունը, ամերիկյան ապրանքների մաքսատուրքերը հասցնելով 25%-ի։ Ամերիկյան շուկայի հույսով աշխատող եվրոպացի ֆերմերները հուսահատ են, իր ֆերմայի օրինակով է բացատրում իրավիճակը իտալացի այս ֆերմերը։ Մեր արտադրած մոցարելայի մեծ մասը սպառվում է Միացյալ Նահանգներում, դեռ վաղ է գնահատել նոր մաքսատուրքերի հետևանքները, բայց դժվար չէ կռահել, որ շատ ենք տուժելու։ Եվրամիությունը ավելի բարձր մաքսատուրքերով կպատժեր Միացյալ Նահանգներին, եթե Թրամփը 90 օրով չհետաձգեր Եվրամիության երկրներից ներմուծվող ապրանքների մաքսազերծման արժեքը բարձրացնելու որոշման իրագործումը։ Լիլիթ Գասպարյան, Հայլուր։